Պարոն Սուրենյան, ԵԱՀԿ-ն այսօր հայտնեց Մինսկի գործընթացի և գիծկառուցակարգերի լուծարման ավարտի մասին։ Ես ուզում եի իմանալ ձեր կարծիքը, ինչ կորցրեց կամ գուցե ձեռ բերեց Հայաստանը սրանով։ Նախ սա հետևանք է, մենք կորցրել ենք գլխավոր բանը, կորցրել ենք Արցախը, որովհետև սա միջազգային ինստիտուտ էր, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնաց Լեռնային Ղարաբաղի խնդրի փակմանը եւ այսօր ֆորմալիզացված արդեն ունենք այն, ինչ ունենք, 1. Երկրորդը Հայաստանը կորցրեց հայ-ադրբեջանական հարաբերություններում միջազգային միջնորդներ եւ երաշխիքներ ունենալու հնարավորությունը, որտեղ դրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 3 միջուկային տերություններ են, որոնք հենց այդ առաքելությունն ունեին հասնելու բալանսավորված լուծման։ Հիմա միջնորդներ չկան բանակցային գործընթացներում, դուք լավ տեսնում եք դա ինչա բերում է միակողմանի նվաստացումների եւ ցանկացած լուծում կախված է լինում ոչ թե ինստիտուցիոնալ մեխանիզմներից, այլ Ալիևի բարեհոգությունից կամ հիմա արդեն Հաջիևի։ Եթե նկատենք ինչքան են Յան ազգանունով մարդիկ Հաջիևին կիսաստվածացնում եւ նրա ասածները փոխանցում մեր հասարակությանը։ Երրորդը, որ մենք կորցնում ենք, դա Լեռնային Ղարաբաղի խնդրի кейսն է, այդ կարգավորման գործընթացի ամբողջ պատմությունը, հա, որը այս ինստիտուտի լուծարմամբ վերանում է եւ ըստ էության Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակվում է։ Ինչքան էլ դա մեր ականջներին տհաճ լինի լսելը, սա ազդարարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի փակման վերջի փուլը։ Հենց այդպես էլ հիմնավորել էին, ասելով, որ ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանավորվածության ձեռքբերում ԱՄՆ միջնորդությամբ։ Ես ուզում եի դուք անդրադառնայիք նաեւ ամերիկյան կողմի միջնորդությանը։ Այսինքն ասում են այն, ինչը մեր ընդդիմությունը անդադ պնդում է եւ ինչի համար, ասենք ես ու գործընկերներս անդադ ենթարկվում ենք ազուսպ քննադատության։ Ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Վաշինգտոնում ֆորմալիզացվեց, որ այլևս Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա։ Այսինքն ընդունվեց հռչակագիր, խաղաղության պայմանագիր նախաստորագրվեց եւ այլն, որտեղ մեկ տող անգամ չկա Լեռնային Ղարաբաղի կամ լավ նրա բնակչության իրավունքների մասին, հա, նրա ժողովրդի իրավունքների մասին։ Բնական է, եթե հակամարտող կողմերից մեկը, տվյալ դեպքում Հայաստանը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից օֆիցիալ հայտարարում է, որ այլևս Լեռնային Ղարաբաղի խնդրով վեճ չունեմ Ադրբեջանի հետ։ Հետո դա ամրապնդում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ինչի պիտի միջազգային որևէ դերակատար շահագրգռված լինի միջնորդության հարցում։ Չի լինում նման բան։ Միջնորդներ կան, եթե հակամարտող կողմերը ունեն վեճի օբյեկտ եւ այդ միջնորդները բալանսավորված լուծումներ գտնելու, պատերազմները կանխելու առաքելություն ունեն։ Եթե կողմերից մեկը ասում է, որ ես այն մյուս կողմի հետ այլ հակամարտության խնդրու առարկայի շուրջ վեճ չունեմ, մի հատ էլ Վաշինգտոնում դա վավերացնում է, ինչի համար են այս դեպքում միջնորդները։ Պարոն Սուրենյան, սա Ադրբեջանի պահանջներից մեկի իրականացումն էր, որոնք են լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջները։ Դա հայտարարված է արդեն սահմանադրական փոփոխությունների մասին, սահմանազատման մասին, էլ ինչ կարող է իրեն թույլ տալ Ադրբեջանը այս շարքում։ Գիտեք, Ադրբեջանը, տեսեք, հաշվի առնելով ուժային հավասարակշռության խզումը եւ հաշվի առնելով միջնորդների բացակայությունը եւ երրորդն էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը խարխլել է այն անվտանգային համակարգը, որում գտնվում է, Ադրբեջանի պահանջները կարող են շատ անզուսպ լինել։ Սա իդեպ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտին չի վերաբերում։ Եթե ուժային նման դիսբալանս կա, եթե դու չունես ինքնաբավ ռեսուրսներ կամ այն անվտանգության համակարգը, որը քեզ կպաշտպանի, ինչի պիտի հակառակորդը սահմանափակվի իր պահանջների մեջ եւ ավելին չուզի քեզանից։ Արդեն հրապարակի վրա պահանջներ կան։ Դուք գիտեք այդ մասին, նույնիսկ Թուրքիան ձայնակցում Ադրբեջանին այդ հարցերում, առնվազն 2 պահանջ նրանք շատ հստակ դնում են։ Սահմանադրության փոփոխություն, Զանգեզուրի միջանցք։
Բայց սրան ավելանալու է նաև այդ 300,000 փախստականի վերադարձը, անկլավներ, այս 4 պահանջը տեսանելիորեն իրենք անդադ շրջանառում են եւ որևէ պատճառ չեմ տեսնում, որ նրանք հրաժարվելու են իրենց այդ մոտեցումից, որևէ պատճառ, որևէ նշան այդ ուղղությամբ չկա։